Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսենք մայիսի 15-ի կառավարության հերթական նիստի մեր աշխատանքները, օրակարգի հետ կապված կան հարցեր, առաջարկություններ, չկան, առաջարկում եմ քվեարկել չզեկուցող հարցերի փաթեթի որոշումները, ովքեր են դեմ չկա, որոշումներն ընդունվեց, անցնենք զեկուցող հարցերի փաթեթին, հարց համար 3, խնդրեմ, պարոն Վարդանյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 24 թվականի 2060 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների ծրագրի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձառության, նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման անհրաժեշտությունից։ Ներկայացված նախագծով առաջարկվում է կոմիտեին հատկացնել 67.5 միլիոն դրամ Եվրոպական միության 7 նորմերի մոտարկման եւ տեղայնացման կանխավճարի տրամադրման համար։ Հաշվի առնելով քաղաքաշինական նորմատիվատեխնիկական համակարգի ծավալուն, բազմաշերտ ու բազմապրոֆիլ լինելը, եվրոպական նորմերի տեղայնացման գործընթացը կիրականացվի փուլերով։ Այս փուլում 2025 թվականին առանձնացրել ենք առաջնահերթ 7 ենթավորորդներ, որոնց կիրառությունը հնարավոր կլինի առանց հակասության մեջ մտնելու գործող նորմատիվատեխնիկական համակարգի հետ։ Նախատեսում ենք տեղայնացված նորմերին տալ գործող նորմերին համարժեք կարգավիճակ, անցումային փուլում կամավոր կիրառության սկզբունքով։ Մասնավորապես առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը՝ երկաթուղիներ, երրորդը՝ օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը՝ օդանավակայաններ, 5-ը՝ ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը՝ ինժեներագեոդեզիական հետազոտում և 7-ը՝ շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն։ Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում ենք ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն, այսինքն իրականացնելու ենք միջազգային մրցույթ։ Մոտարկման աշխատանքներին զուգահեռ ըստ անհրաժեշտության կիրականացնենք նաև առկա կարգավորումների արդիականացումը։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ինչքան կտևի աշխատանքը։ Նախագծի միջազգային մրցույթը, մշակումը եւ սահմանված կարգով փորձաքննությունն ու տեղայնացումը կարծում եմ առավելագույնը 1 տարվա ընթացքում կունենանք, պարոն Գրիգորյան։ Եվ ինքը դառնալու է իմպերատիվ, թե ես մի քիչ լավ չհասկացա, ինքը խորհրդատվական է, թե պարտադիր պայման է դառնում կառուցապատողների կամ շինարարություն իրականացնողի համար։ Բոլորի համար կունենանք 2 գործող նորմեր։ Առաջինը այս պահին գործող Հայաստանի Հանրապետության ազգային նորմերը եւ երկրորդը դրանց համարժեքություն ունեցող եվրոպական մոտարկված տեղայնացված նորմերը եւ յուրաքանչյուր կառուցապատող կամ պատվիրատու ինքը կընտրի, թե որ նորմով կիրականացնի իր շինարարությունը կամ կառուցապատումը։ Սա անցումային փուլում կունենանք այս ռեժիմը, որից հետո որոշ ժամանակ հետո արդեն կանցնենք ամբողջությամբ եվրոպական նորմերի պարտադիր կիրառմանը։ Բայց մեզ համար երկուսն էլ կլինի ընդունելի։ Երկուսն էլ կլինի այո ընդունելի եւ կիրառման համար ըստ ընտրության պարտադիր։ Իսկ այդ մասով ԵԱՏՄ նորմեր կան, տեղ կանոնակարգեր։
Այդ մասով մեր գործող նորմերը ըստ էության այս պահին գործող նորմերը համապատասխանում են ԵԱՏՄ նորմերին։ Մոտարկված։ Այո։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն։ Շնորհակալություն։ Համեցեք, հարգելի գործընկերներ, կան հարցեր։ Հարցեր չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ։ Դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Շնորհակալություն։ Հարց համար 14, համեցեք, պարոն Պապայան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, սույն նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում միասնական քաղաքականության մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2030 թվականների ռազմավարության շրջանակներում 24 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին ներկայացման համապատասխան հանձնարարականներից նախագծով առաջարկում ենք փոփոխություն կատարել գործող օրենսդրական կառավարության որոշման մեջ, ըստ որի մենք կրկնապատկում ենք հնարավորությունը մեր տնտեսվարողների, մեր ֆերմերների համար, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Ինչի մասին է խոսքը։ Ներկայումս մեկ քաղաքացին, մեկ ֆերմերը կարող է մինչև 250 միլիոն դրամի սարքավորում, գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, եւ մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, հատկապես խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք որ այսպես ասած ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում, նրանք վաղուց հատել են այդ շեմը եւ չեն կարողանում մաչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, ինչը խոչընդոտում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը։ Այս առումով մենք 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 միլիոն դրամի, որը կօգնի, որպեսզի տնտեսվարողները ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մաչելի գներով ձեռք բերեն, որովհետև նաև մեր քաղաքական մոտեցումը այս առումով նա է, որ մենք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվող, ֆերմերային տնտեսություններով զբաղվող, արդյունավետ տնտեսավարում իրականացնող տնտեսվարողներին պետք է շարունակաբար աջակցենք, որովհետև իրականությունն այն է, որ նրանց գյուղատնտեսական արտադրանքն է իրապես մրցունակ եւ արտահանելի, մնացած դեպքերում մենք ցավոք սրտի տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, եւ բայց այնուամենայնիվ ես ուզում եմ նշել, սա շատ լավ հարթակ հնարավորություն է մեր գյուղացիներին, տնտեսվարողներին ցույց տալու, որ սա նաեւ կարող է լավ բիզնես հնարավորություն լինել։ Տեսեք, մենք տարբեր տեսակի տրակտորներ կան, այնտեղ սկսած 6-4 միլիոն դրամից, օրինակ վերցնենք 8 միլիոն դրամանոց տրակտոր կա, որը մենք հիմա 20% ինքը կարող է կանխավճարը վճարել, այսինքն 1.6 միլիոն դրամ, եւ մնացած ուրեմն 6.4 միլիոն դրամը ինքը 5 տարում, այսպես ասած, սահմանամերձ վայրերում դա հենց այդպես էլ ժողովրդի լեզվով ասեմ փակովի տարբերակով է ստացվում, որովհետև 14%-ային կետից 14-ն էլ պետությունը սուբսիդավորում է, իսկ ոչ սահմանամերձ տեղերում 14-ից 12%-ային կետն է պետությունը սուբսիդավորում, մնում է ընդամենը 2-ը, եւ այնտեղ ամսական մարումը մոտավորապես 100,000 դրամի շրջակայքում է, եւ օրինակ, ասենք վարելը 1 հեկտարի, 2 անգամ կարող է հող վարել 1 հեկտարի եւ 1 ամսվա վարձը, ասենք կարող է փակել, այսինքն ինքը շատ լավ հնարավորություն է նաև բիզնես գործունեություն իրականացնելու, տնտեսական գործունեություն իրականացնելու, իսկ սեփական հողամասի մշակման համար նույնպես շատ կարևոր է, որովհետև ստացվում է, որ եթե ինքը անգամ վարձակալական հիմունքներով շատ դեպքերում վերցնի այդ ծախսը իրականացնի, դա կարող է իր համար ուրեմն ձեռք տա հատկապես մի խոշոր հողատերերին։ Այնպես որ սա լավ ծրագիր է եւ նաև կուզեի, որ սրա մասին ոչ միայն այս ծրագրից ոչ միայն օգտվեին ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվողները, այլ նաև անգամ փոքր գյուղատնտեսությամբ զբաղվողների համար ինքը կարող է լավ հնարավորություն լինել եւ գյուղատնտեսությամբ եւ գյուղում ծառայություն մատուցելու համար լավ բիզնես գործիք, որովհետեւ մեր շատ գյուղերի խնդիրներից մեկն էլ նա է, որ մեքենա սարքավորումների պակաս կա։ Շատ լավ։ Պարոն Պապայան, հիմա տեսեք, ուզում եմ մենք սարքավորումների նույնականացումը բացատրենք, էլի ինչ ենք հասկանում դրա տակ, որովհետեւ գյուղատնտեսական բիզնես ձևավորելու համար պետք են սարքավորումներ, որոնք կարող է ըստ սահմանման չհամարվեն գյուղատնտեսական սարքավորումներ։ Այս ծրագրով հնարավոր է այդ պարագայում օգտվել։ Այո, ես մի քանի թիվ նաև ներկայացնեմ, եթե ձեր թույլտվությամբ, պարոն Գրիգորյան, տեսեք, մենք ունենք այս բան 2854 լիզինգ առու,
որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն եւ 2790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա, ասենք օրինակ շարքացան, որը ցորենացանում։ Այսինքն այդ ոչ միայն քաշող բուն տրակտորը, այլ նաև իր հետևից իրեն կպած գյուղատնտեսական տեխնիկան նույնպես սրա մեջ մտնում է։ Ընդ որում, երբ որ ես նշում եի 6.4 միլիոն դրամ, դա տրակտոր կա 6.4 միլիոն։ Չէ, դա հասկանալի է, պարոն Պապյան, ես նկատի ունեմ, ենթադրենք ջերմոց կառուցելու համար անհրաժեշտ է կռունկ։ Դե կռունկը գյուղատնտեսական տեխնիկա չի դասական իմաստով, բայց այս ծրագրի շահառուները կարող են օրինակ կռունկ գնել։ Դա մենք ունենք մեկ ծրագիր, որը գյուղատնտեսական տեխնիկային է վերաբերում, եւ ունենք այլ ծրագրեր, որոնք որ այլ ծրագրերով հնարավոր է։ Այս ծրագիրը միայն գյուղատնտեսական տեխնիկային է վերաբերվում։ Եվ եթե կարելի է նշեմ, որ ըստ էության մի կարևոր թիվել այս պահին 23 միլիարդ դրամի տեխնիկա է ձեռք բերվել մեր տնտեսվարողների կողմից այս ծրագրի շրջանակներում 23 միլիարդ։ Այո, միայն գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերել 23 միլիարդ դրամի, որը իսկ լիզինգի գումարը կազմել է 12 միլիարդ դրամ, սուբսիդավորված գումարը 3.6 միլիարդ դրամ։ Շատ լավ, ստեղ շահառուները իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցներ են, թե ֆիզանձանցել է հասան։ Ֆիզանձանցել է հասան։ Իսկ այս 500 միլիոնը հանրագումարային, հա։ Այո։ Այսինքն տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձը մինչև 500 միլիոնի կարող է սարքավորումների լիզինգի գործարք կնքել։ Այո։ Հիմնականում խնդիրը սահմանափակումը բնականաբար իրավաբանական անձանց է վերաբերում, որովհետև ֆիզանձինք գրում առավելագույնը 1 տրակտոր, 1, այսպես ասած, սարքավորում են գնում։ Հասկանա։ Մենք քանի մասնակից ֆինանսական կազմակերպություն ունենք այս ծրագրով։ Այս պահին հստակ թիվը ձեռքս չկա, բայց ակտիվ, մեկ օպերատոր չի։ Չէ, մի քանիսն են հաստատ։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Պապյան։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, կարծիքներ, առաջարկություններ չկան։ Առաջարկում եմ հաստատել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունեցինք։ Պարոն Պապյան, պիտի լուսաբանել, համաձայն պայմանավորվածության, էլի, որպեսզի մարդիկ հասկանան ինչ հնարավորություններ կա։ Շնորհակալություն, հաջորդ հարցը համեցեք Տիկին Անդրեսյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը, որը ըստ էության թույլ տվեք ասել բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման ողնաշարն է։ Պետք է ասել, որ այս բարեփոխման քննարկումները եւ մասնավորապես ոլորտային նոր օրենսդրություն ունենալու աշխատանքները մեկնարկել են ավելի քան 10 տարի առաջ եւ ընթացել են տարբեր փուլերով։ Կառավարության քննարկմանը ներկայումս ներկայացված փաթեթը մշակվել է հիմք ընդունելով մի կողմից 2021-ին ազգային ժողովի կողմից ընդունված, սակայն սահմանադրական դատարանի որոշմամբ ուժի մեջ չմտած օրենքը, մյուս կողմից էլ իրականացվել է նաև լրամշակման աշխատանքներ երկու փուլով, որոնք հիմքում են ունեցել արդեն Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի դրույթները, որտեղ որ հստակեցված են բարձրագույն կրթության եւ հետազոտության ոլորտում մեր թիրախները եւ նաեւ մասնավորապես ակադեմիական քաղաքի հայեցականը։ Հետևաբար ներկայացված փաթեթը ամբողջությամբ արտացոլում է կառավարության ռազմավարությունը այս ուղղությամբ։ Պետք է ասեմ նաեւ, որ ներկայացված նախագծով մենք ունենում ենք հնարավորություն ներկայումս ոլորտը կարգավորող տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված 4 օրենքների փոխարեն ունենալ մեկ ամբողջական համալիր օրենսդրական փաթեթ, որը որ խոշոր փոփոխություններ է նախատեսում մի քանի ուղղություններով ու մինչև դրանց անդրադառնալը թույլ տվեք համառոտ խոսել հիմնական խնդիրներից, որոնց որ ուղղված է կարգավորել այս փաթեթը։
Ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ մենք ունենք շատ լուրջ եւ համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում եւ մի քանի պարզ ցուցանիշներ ցույց են տալիս, թե ինչպիսին է իրավիճակը։ Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից, ձևափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի, հաճախ որակի եւ մրցունակության էական թերացումներով։ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակին եւ չեն դրվել միջազգային արդի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, ինչի հետևանքով փաստացի չի գործում բարձրագույն կրթության երաստիճան համակարգը եւ փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման սովետական համակարգից ժառանգած երկաստիճանությունը։ Գիտական գործունեությունը կազմակերպվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներում, չնախատեսելով որևէ ինստիտուցիոնալ գործիքակազմ բուհական համակարգի հետ համագործակցության առումով։ Միևնույն ժամանակ գիտական գործունեությունը առանձին է նաև տնտեսական ոլորտից եւ ըստ էության խաթարված է բուհ, հետազոտություն, տնտեսություն եռանկյունը։ Տարիների ընթացքում նաև թերի իրավական դաշտը, անբավարար ֆինանսական ռեսուրսները ձևավորել են այս կազմակերպական ձևերի միջև որոշակի անտագոնիզմ եւ իրականում այս պահին համագործակցությունը, եթե նույնիսկ ցանկություն կա, հանդիպում է շատ լուրջ խոչընդոտների։ Մենք ունենք նաև շատ լուրջ խնդիրներ կապված մեր գիտական աշխատանքում ներգրավված ուրեմն աշխատակիցների տարիքային կազմի հետ եւ այս ինստիտուցիոնալ ոչ բավարար վիճակը չի նպաստում նաև ինստիտուցիոնալ սերնդափոխությանը։ Եթե մի քանի թվերով ասեմ, հիմա մենք ունենք պետական բազային ֆինանսավորում ստացող 44 գիտահետազոտական կազմակերպություններ, որոնցից 36-ը գտնվում են ակադեմիայի ուրեմն համակարգում եւ փաստացի այս ուրեմն կազմակերպություններում նաև մրցակցայնության ու մասնակցայնության հաշվետվողականության խնդիրներ ունենք։ Մի պարզ ցուցանիշով ուրեմն այս համակարգում ներգրաված յուրաքանչյուր ավելի քիչ քան 2 գիտական աշխատակցին զուգահեռ ներգրաված է 1 վարչական կամ սպասարկող աշխատակից։ Գիտության ոլորտին հատկացվող բազային ֆինանսավորման 73%-ը ուղղորդվում է ակադեմիայի համակարգի կազմակերպություններին, սակայն մեր գիտական արդյունքի միայն 32%-ն է, որ սրա արդյունքում ներկայացվում է հենց այս համակարգի կողմից։ Դեմոգրաֆիական խնդիրների մասին խոսելով ակնհայտ է, որ ծերացմանը զուգընթաց, չնայած մենք ունենում ենք մուտք գործող երիտասարդներ, կառավարության վերջին տարիների քաղաքականության եւ գիտության ոլորտում վարձատրությունը գրավիչ դարձնելու հետևանքում, սակայն սա ինստիտուցիոնալ սերնդափոխություն չի, որտեղ գիտելիքի փոխանցումը ինստիտուցիոնալ չի։ Նաև բուհերի մասին անդրադառնալով մենք 60 բուհեր ունենք, ինչը նշանակում է, որ ըստ էության յուրաքանչյուր 50,000 բնակչին 1 բուհ կարող է ուրեմն համամասնությունը գործել, ինչը միջազգային ուրեմն չափանիշների համեմատ էապես խեղված ցուցանիշ է, եւ ինչը կարեւոր է, բուհական համակարգում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ ամբողջ համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է հանդիսանում գիտական աշխատող, եւ ընդ որում գիտնական կա, գիտական գոնե 1 աշխատող կա 60 բուհերից միայն 15-ում, այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունը իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով։ 51%-ը մեր բուհերում դասավանդող անձնակազմի գիտական աստիճան ընդհանրապես չունի։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել, ինչու եմ սա ասում։ Մի պարզ պատճառով, որ այս ոլորտում բարեփոխումները այլընտրանք չունեն եւ այնինչ առաջարկվում է նաև կարելի է համարել ուշացած։ Այն փոփոխությունները, որոնք որ օրենքով նախատեսված են, նախատեսում են, որ մենք կունենանք պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցում, որն ապահովելու է 2 հիմնական գործիքների միջոցով՝ լիցենզավորման եւ հավատարմագրման միջոցով։ Օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն, մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն եւ անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար, ներառելով անհատական պլանով եւ կամ ընտրական մոդուլներով ուսումը կազմակերպելու հնարավորությունը։ Ուսանողական համաժեք փորձառությունը ընդհանրապես դառնում է օրենքի կարևոր առանցքներից մեկը։ Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայրը, որի միջոցով ուսանողները կկարողանան օգտվել տարբեր ծրագրերից ու ծառայություններից, իսկ բուհերը կիրականացնեն
իրենց գործառնությունը։ Նախատեսված են ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր։ Մենք հրաժարվում ենք նպաստի մոտեցումից եւ կրթաթոշակային քաղաքականություն դառնում է պետական աջակցության հիմնական ձևը, շատ թիրախային եւ ըստ այդմ նաեւ առաջադիմության խրախուսման, ինչպես նաեւ նպատակային ուսման վարձի, կեցության ծախսերի եւ նպատակային կրթության կազմակերպման համար։ Հատուկ կարգավորվում է համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն, գիտություն, շուկա կապի կարևորագույն գործիքներից։ Վերանայվում են գիտության կազմակերպման սկզբունքները եւ նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների կառուցվածքում որպես ինքնակառավարման մեջ շրջանակ ունեցող միավորներ, որոնք իրենց հիմնական գործունեության զուգահեռ ներգրավված կլինեն նաեւ կրթական գործընթացներում։ Կարգավորվում են նաեւ հետազոտական աշխատանքների արդյունքում առաջացող մտավոր սեփականության պատկանելության եւ դրանց կառավարման հարցերը, ակադեմիական ազնվությանը, հաշվետվողականությանը եւ որակի մշտադիտարկմանը վերաբերող հարաբերությունները, ինչպես նաեւ ֆինանսավորման եւ ավելի մեծ համալսարանական համակարգում գիտական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման իրավական շրջանակը։ Հատկապես կուզեմ ընդգծել կառավարման համակարգի բարեփոխումները, մասնավորապես կուսակցական անձանց եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում եւ ղեկավար պաշտոններում, ինչը զուգակցվում է նաեւ էթիկայի ստանդարտների սահմանմամբ, որը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը։ Ուզում եմ հիշեցնել, որ սա կառավարության հատուկ հանձնառություններ եւ այս օրենսդրական փաթեթը նաեւ նախատեսում է այս խնդրի հասցեագրումը։ Միաժամանակ բուհերի կառավարման համակարգը դառնում է ավելի հորիզոնական, պատասխանատվությունների եւ հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսելով նաեւ բուհի ակադեմիական ստորաբաժանումների ավելի լայն ինքնավարության աստիճան։ Օրենքի նախագծով, ինչը կարևոր է, նախատեսվում են բուհական համակարգի պետական աջակցության մի քանի գործիքների ներդրում։ Այս պահին ընդհանրապես ուսանող թվով ֆինանսավորումից մենք անցնում ենք բազմաշերտ ֆինանսավորման մոդելների, որը թույլ է տալու նաև բուհական համակարգի շարունակական բարեփոխումներ անել։ Միևնույն ժամանակ գիտական եւ մյուս ակադեմիական աշխատողների ատեստավորման, կատարողականի կամ արդյունքի վրա հիմնված ֆինանսավորումը հիմնական մոդելն է, որով որ տարբեր գործիքները գործելու են։ Ներմուծվում են միջազգային համապատասխանության, շարժունության, մրցունակության սկզբունքները, որոնց միջոցով փաստացի ստեղծվում են նախադրյալներ թե բարձրագույն կրթության, թե գիտության միջազգային գրավչության մեծացման համար։ Ավելին, օրենքը նախատեսում է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնում, նաև Հայաստանում միջազգային հեղինակավոր բուհերի գործունեության ծավալմանն աջակցելու տեսանկյունից, որի համար նախատեսված են հատուկ կարգավորումներ, ներդրվում են նաև միջազգային ուսանողների ներգրավման, օտարալեզու կրթության կազմակերպման ինստիտուցիոնալ հնարավորություններ, արդիական կարգավորումներ են տրվում հեռավար կրթությանը։ Հարգելի պարոն Գրիգորյան, փաթեթը շատ մեծ է, մենք նաև առիթ կունենանք ազգային ժողովի գործընկերների հետ պայմանավորվածությամբ հանրային լսումներ կազմակերպել ազգային ժողովում քննարկելու փուլում, մինչ այս էլ արդեն մի քանի փուլով քննարկումներ ենք ունեցել շահագրգիռ կողմերի հետ, քննարկման մակարդակը նշելու համար պետք է նշեմ, որ ավելի քան 500 էջ միայն ամփոփաթերթ ունենք տարբեր կարծիքների ամփոփմամբ եւ այդ իմաստով բավական քննարկված եւ մասնակցային գործընթաց անցած փաթեթ է եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ընթացքում ստացված շատ կարեւոր ու արդյունավետ դիտարկումների համար, որը մենք շարունակենք դիտարկել մինչեւ նաեւ ազգային ժողովում օրենքի քննարկումը եւ հաշվի առնելով այս ուրեմն փաթեթի կարեւորությունը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, հասկանալի է։ Ես ուղղակի ուզում եի հասկանալ, մենք տեսնելով, որ միևնույնն է բարձրագույն կրթությունը մասնավորապես, մագիստրատուրան մասնավորապես գնում է դեպի հեռավար։ Եվ ուզում եմ վստահ լինել, որ մեր կարգավորումները դա հաշվի է առնում, որովհետև կարող պատահի մենք ինչ-որ տրադիցիոն կարգավորումների տիրույթ մտնենք, բայց պարզվի, որ դուրս ենք մնում կրթության ոլորտից, որովհետև իմ տպավորությամբ այնուամենայնիվ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքում կրթական ծառայություններ կմատուցվի, եւ ես ուզում եմ հասկանալ մենք դրան ոնց ենք վերաբերվելու, որովհետև բացառվում է, որ 1-2 տարի հետո Հայաստանում մեծ առաջարկ չլինի օտարերկրյա, այդ թվում առաջնակարգ բուհերի
հեռավար կրթության ծառայությունների։ Հիմա մենք ինչ ենք անելու այդ մասով։ Պարոն Գրիգորյան, ես իմ խոսքում էլ նշեցի, որ նախատեսված է նախ առանձին կարգավորումներ, որոնք թույլ կտան միջազգային հեղինակավոր բուհերին շահագրգռված լինել գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում, եւ մենք ինքներս էլ պիտի հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքում նախատեսել ենք, որ բացի պետական բուհերից առանձին տարածքներ հատկացված են հենց նաեւ միջազգային եւ մասնավոր բուհերի գործունեության համար։ Եվ այդ իմաստով նաև ինքներս ակտիվ ուրեմն երկխոսության մեջ ենք տարբեր պոտենցիալ գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է ձեր նշած հատուկ աշխատանքի ձևաչափին, այսինքն հեռավար կրթության ձևաչափին, որով տարբեր բուհեր նաև հիմա ծառայություններ են առաջարկում, հեռավար կրթության համապատասխան կարգավորումները մենք դրել ենք օրենքում։ Եվ եթե դուք համեմատեք այս պահին մեր գործող օրենսդրությունը նրա հետ ինչ առաջարկվում է, կարող եմ ասել, որ դաշտը էապես ընդլայնվելու, իհարկե որակի մշտադիտարկման եւ բնականաբար այդ ամբողջ ստանդարտներին համապատասխանության պարագայում նմանատիպ ծառայությունները հնարավոր կլինի մատուցել։ Շատ լավ, ես ուղղակի կարծում եմ, որ մեր բուհերն էլ այդ թվում եւ մասնավորապես պետական ուղղակի շատ շուտով մրցակցային չեն լինի, եթե հեռավարի հարթակը չաշխատի։ Առնվազն ծառայության արտահանման մասով, ինչ ես կարծում եմ, մենք ունենք այդպիսի նպատակ։ Եվ եթե մեր կանոնակարգում, կարգավորումներում այդ պահանջները չտեղավորվի, կամ մենք մեր կարգավորումներով չդրթենք նրան, որպեսզի հեռավար կրթության մոդելները բուհերում ներդրվեն, այստեղ իրոք լուրջ մրցակցային խնդիրներ կառաջանա, որովհետև մասնավորապես արտահանման մասով մեր կրթական ծառայությունը արտահանելի չի լինի։ Ես վստահ եմ, որ դուք անդրադարձել եք այս հարցին, ուղղակի ուզում եմ մեզ էլ պատմեք, էլի ոնց ենք մենք դա տեսնում։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, պետք է ասեմ, որ այդ իմաստով COVID-ը կրթական համակարգում ունեցավ թերևս հեղափոխական նշանակություն, որովհետև տեխնոլոգիական այն զարգացումը, որ ապրեց կրթական համակարգը համավարակի պայմաններում, զրկված լինելով ավանդական կրթության ապահովման մեթոդից, ստիպեց, որպեսզի մեր թե բուհերը գնան այդ ճանապարհով, թե կրթական ծառայություններ մատուցող այլ մասնակիցները, եւ այս գործընթացը թափով գնում է, շարունակվում է, եւ սա դարձել է նաեւ մեր առնվազն որոշ բուհերում աշխատանքի սովորական ձևերից մեկը, որովհետև պարզ է, որ հեռավար կրթությունը գործում է ոչ միայն նման արտակարգ իրավիճակներում, այլ դա դառնում է նաև, ես իմ խոսքում նշեցի, ուսանողի անհատականացված մոտեցման, ինչը նշանակում է, որ ուսանողը պետք է հնարավորություն ունենա կախված օրինակ իր աշխատանքային ռեժիմի հետ համադրելու հնարավորություններից, իր ուսումնական գործընթացը կազմակերպել եւ ամբողջական ու մասնակի բեռնվածության ռեժիմներ են նախատեսված ներկայումս գործող արկա եւ հեռակա ձևաչափով ուսուցման փոխարեն, սա էլ է ամբողջությամբ վերանայվում եւ այս ուրեմն ռեժիմների տարբերակումը, հեռավար կրթության բաղադրիչների օգտագործումը նույնիսկ մեր ուրեմն ստացիոնար ուսումնական գործընթացում ստեղծում է ինստիտուցիոնալ միջավայր, որպեսզի հեռավար կրթությունը դառնա նաև ամբողջական ծառայություն մատուցելու ձև, նաև մեր բուհերի կողմից։ Մենք դա խրախուսում ենք։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որակի եւ վերահսկողության պատշաճ մեխանիզմների ապահովումը, բայց կարծում եմ, որ տեխնոլոգիական լուծումները նաև դրանց պատասխաններն են տալիս։ Այնպես որ այդտեղ մենք կոնֆլիկտ չունենք, մենք ունենք ուղղակի պլանավորման եւ հետևողական իրականացման նպատակ, որովհետև շատ հաճախ նաև հեռավար կրթության ներքո կարող են կասկածելի բովանդակություն տեսնել եւ կարծում եմ, որ կարեւոր է, որպեսզի այդտեղ գործեն որակի չափանիշներ։ Հենց դա է ասում Տիկին Անդրեասյան, ես էլ եմ կարծում, մի կողմից ինքը թվային տիրույթում է դրա մոնիտորինգը շատ ավելի հեշտ է անել, որովհետև ինքը ստեղծան դառնում է ավտոմատ մոնիտորինգի առարկա։ Բայց մյուս կողմից էլ, այո, պետք է հասկանանք այդ կոնտենտը, որ այդ հեռավար կրթության պարագայում օգտագործվում է, որքանով է ընդունելի կամ չընդունելի։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք պիտի այս հարցը ուշադրության կենտրոնում պահենք։ Շնորհակալություն
Խնդրեմ հարգելի գործընկերներ, հարցեր, առաջարկություններ կան։ Առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Հաջորդ հարցը, հարցամար 26, Համեցեք Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգային այս հարցով ձեր քննարկմանը ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն ըստ էության 3 խումբ հարցեր է առաջարկում կարգավորել։ Նախ առաջինը պիտի շեշտեմ, որ թե մեր հանրապետությունում, թե միջազգային պրակտիկայում հանրային ծառայությունների ոլորտում եւ առհասարակ ծառայությունների մատուցման ոլորտում գոյություն ունի ստանդարտից տարբերվող արագացված, արտահերթ կամ կուզեք այսպես ասեմ, արտոնյալ պայմաններում ծառայությունների մատուցման տրամաբանություն եւս, որի դեպքում համապատասխան վճարի դիմաց անձը կարողանում է շատ ավելի կարճ, շատ ավելի հարմարավետ տարբերակում ստանալ իր ծառայությունը։ Եվ մեր հանրապետությունում բազում են այդպիսի ծառայությունները։ Ներքին գործերի նախարարության մակարդակում կուզենայի օրինակ առանձնացնել անձնագրային ծառայությունների ոլորտը որպես այդպիսին, երբ որ ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն եւ արագացված կարգով անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման դեպքում հավելյալ վճարի դիմաց ծառայությունը ստանալու մեխանիզմ։ Նույնը առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական եւ գործնական քննությունների համար։ Ինչ իրավիճակ ունենք այս պահին, առաջին անգամ երբ որ անձը բացասական գնահատական է ստանում թե տեսական թե գործնական քննության տեսանկյունից, հաջորդ ամենասեմ ժամկետում հնարավորությունը դա 1 շաբաթ անց վերահանձնելն է տեսական եւ գործնական քննության, բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց հանձնել, վերահանձնել քննությունը, այլ օրինակ պայմանական հաջորդ օրը կամ 3 օր հետո կամ 4 օր հետո, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ որ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս դեպքում կարիք կա գործնական առանցությունից ելնելով քննությունը հանձնել շատ ավելի սեմ ժամկետում։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննության մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Բնականաբար առաջին անգամով միայն սահմանափակվել չենք կարող, որովհետև ունենք երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ նաեւ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ Այս դեպքում մեր օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեմ ժամանակը հաջորդ քննության դա 1 ամիս անց քննության վերահանձնումն է, այստեղ եւս սահմանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ։ Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Սա եւս նորից եմ ուզում շեշտել, հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար ստանդարտ սպասելաժամանակից շեղվող ավելի սեմ եւ ավելի հարմարավետ պայմաններում այս process-ը կազմակերպելու համար։ Սա առաջինը։ Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայագրերի թվայնացմանը, այսինքն մեր օրենսդրական փաթեթով հնարավորություն ենք տալիս ֆիզիկապես հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ ունենալ նաեւ թվային տիրույթում թվայնացված տարբերակը այս վկայագրերի եւ ՀՀ տարածքում իրավաչափ համարել, թույլատրելի համարել նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականների եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Պայմանական սա նաեւ թույլ կտա հետագայում բարեկային ծառայության կողմից, եթե կա որևէ ճանապարհային երթևեկության կանոնի խախտում, եթե անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ ձևով վարչական պատասխանատվության կիրառման։ Սա նաև թույլ կտա մեզ գնալու երկրորդ նաև փուլ զարգացման ճանապարհով, որովհետև հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաև լրացուցիչ բոնուսներ մատուցել, բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր նաև ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից։ Եվ երրորդ խումբ
այսպես ասեմ, կարգավորումները վերաբերում են դեռևս անցած նիստով մեր կողմից հաստատված պարոն Գրիգորյան նախաձեռնությանը, որը վերաբերում էր տրանսպորտային միջոցների առողջարքի թվային հարթակում իրականացմանը։ Ես նշել էի, որ մենք նաև հնարավորություն ենք տալու մեր քաղաքացիներին, որպեսզի կարողանան, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաև փոստային առաքման տրամաբանության մեջ։ Այստեղ այս փաթեթով նախատեսում է արդեն տվյալ հնարավորությունը եւս, որը որ թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն արդեն առաքել կոնկրետ հաշվառման համարանիշը։ Բնականաբար սա եւս հավելյալ ծառայություն է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքացիները ցանկություն չունեն այս ծառայությունից օգտվելու, ստանդարտ ձևաչափով ֆիզիկական այցելությունը հաշվառման քննական ստորաբաժանումներ բնականաբար պահպանվում է։ Ընդհանուր օրենսդրական կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկում ենք ֆիքսել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ շեշտել, որ սրանք հնդածս մեր դիտարկած փոփոխություններն են, բայց հաջորդիվ մենք ամբողջովին նաև վերափոխելու ենք առհասարակ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքների եւս։ Այս պահեդրությամբ իրականացնում ենք բիզնես գործընթացների վերլուծություն, որպեսզի հասկանանք վարորդական նաև վկայական ստանալու համար ուսումնառությունից սկսած մինչև այս ցիկլի ավարտը ինչպես կարող ենք ընդհանուր process-ները հնարավորինս թվայնացնել եւ նաև որակի կարևոր չափանիշներ սահմանել այս տեսանկյունից եւս, որովհետեւ հատկապես ճանապարհային անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ մենք հավաստիանանք, որ այն վարորդական վկայականը կամ այն իրավունքը, որը որ տալիս են քաղաքացուն, դա բավարարում է մեր կողմից առաջ քաշված բոլոր պահանջներին եւ հետագայում երթևեկության մեջ հայտնվելու պայմաններում վստահ ենք, որ տվյալ վարորդը հնարավորինս անվտանգ կարող է գործունեություն ծավալել։ Թերևս հակիրճ այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան։ Հիմա մենք քննարկում ենք հարց, որ այդ քննության գործառույթը կարելի է պատվիրակել այն կառույցին, որը այդ կրթությունը տալիս է։ Թե չեն քննարկում նման հարց։ Պարոն Գրիգորյան, եթե նկատի ունեք քննությունը հանձնելու տրամաբանությունը, թե կրթական process-ը։ Ենթադրենք, եթե կան ավտոդպրոցներ, եթե կան, ապա դրամաբանական կլիներ, որպեսզի այդ կրթության հավաստումը իրականացներ ոչ թե պետությունը, ես դժվար եմ պատկերացնում, ոնց կարելի է տեստերի միջոցով գնահատել անձը մեքենա վարել գիտի, թե չգիտի։ Իրոք հնարավոր չի դա անել, կամ եթե նույնիսկ պրակտիկ քննությունն էլ էլի բավարար չի։ Ես կարծում եմ ավելի ամբողջական պատկեր կունենայինք, եթե ուսումը իրականացնողը ակրեդիտացված կառույցը հասկանալով կարգավորման խստությունը եւ կանոնները ինքը ուղղակի հավաստեր, որ այս մարդը իրավունք վարելու կարող է ունենալ կամ չի կարող ունենալ։ Դա դες բան քննարկում ենք, թե մեր պարագայում բացառված օրակարգ է դա։ Պարոն Գրիգորյան, ես նշել եմ նաև նախորդիվ տարբեր քննարկումների շրջանակներում, որ բիզնես process-ների վերլուծությունը, որը որ իրականացնում ենք հաշվառման քննական ստորաբաժանումների, ոչ թե պարզապես բիզնես process-ի թվայնացման կամ վարչարարության պարզեցման նպատակ է հետապնդում, այլ առհասարակ վարորդական իրավունքների տրամադրման եւ մեքենաների գրանցման եւ այլ հնարավոր process-ների ավելի արդյունավետ իրականացմանն է վերաբերում, որովհետեւ միայն process-ը չէ, որ պիտի ապահովի որակ։ Process-ը կարող է հարմարավետություն, ավելի քիչ վարչարարություն ենթադրել, բայց դա պիտի սպասարկի որակին հիմնականում, եւ ձեր նշած տարբերակը բնականաբար դիտարկում ենք։ Այս պայդրությամբ քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ լինի անպայման կրթական բաղադրիչ եւ կառավարությունը այս դեպքում ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները կամ այն բոլոր ստանդարտները, որոնք կարիք կլինի ունենալու կրթական process-ում, իսկ մասնավոր ընկերությունը կկարողանա սպասարկել կոնկրետ կրթությունը եւ մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական process անցած վարորդը, ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալու վարորդական իրավունքի վկայական։ Այս պայդրությամբ այս տարբերակը քննարկում ենք։ Նախարարության դեպքում բազմաթիվ են այսպիսի դրվագները, երբ որ մենք արտապատվիրակում ենք համանման ծառայությունները, այնպես որ հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մեր ворթեգրած քաղաքականությանը համահունչ, սա եւս բացառություն լինել չի կարող։ Պարզապես պիտի դրվագները քննարկենք, որ հատվածն է ենթակա արտապատվիրակման, որ հատվածն է, որ պիտի պարտադիր մնա պետության որոշման կայացման տիրույթում։ Շատ լավ, իսկ այդ թվայնացման մասով Տիկին Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի։
եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս։ Հասկանալով, որ ունեմ թվային վարորդական իրավունքի վկայական։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, Գործողները կարող են կոնվերտել։ այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել, ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար, որևէ ձևով խնդիր չի առաջանա։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Պարզ է։ պիտի ունենաք արդեն։ Իսկ բայց ոնց ինչ կոդով եմ իդենտիֆիկացվում ես այդ պարագայում, եթե ընդհանրենք բարեկային ծառայությունը ինձնից ուզի վարորդական իրավունքի վկայական, ես էլ ասեմ ունեմ էլեկտրոնային, ինքը ոնց է նույնականացնելու։ Պարոն Գրիգորյան, իրան կոդ տամ։ մեր պարեկները բավական զինված են տեխնիկապես, այնպես որ դեմքի նույնականացման տրամաբանության մեջ ձեր վարորդական ամբողջ կենսագրությունը թվային հարթակում պլանշետներում երևում է եւ ձեր անուն ազգանունով բնականաբար կերևա մեր պարեկների մոտ, որ ունեք թվային վարորդական Ես վկայական։ ընդհանրապես ասում եմ անուն ազգանուն, այդ պարագայում ինքը գտնում է իմ էլեկտրոնային վկայականը եւ դեմքով իդենտիֆիկացնում է, որ այդ Այո, անուն շատ ազգանունը հեշտ իմն է։ եւ արագ։ Իսկ այդ շահագործման կտրոնը նույն տրամաբանությամբ։ Այո, նույնը տեղ անձնագիր ասվածը, հաշվառման վկայագիր ասվածը նույնն է։ Տեղ անձնագիր բառը էլ չենք օգտագործելու, չէ՞։ Հաշվառման վկայագիր։ Շատ լավ, շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք։ Կին Սարգսյան, շնորհակալություն, որ արձագանքել եք բազմաթիվ բողոքներ եւ ժամկետները փոխել եք, որովհետեւ իրականում ստացվում էր այնպես, որ դեկարգի վկայական ստանալու համար մարդը եթե կտրվում էր եւ կարող է եւ պատահական էլ կտրվի 1 կամ 2 հարց չիմանալով 2 ամիս պետք է սպասեր։ Բայց հիմա ուզում եմ հասկանալ, մենք այնտեղ դնում ենք 7 կամ 14 օրվա ժամկետ, ինչի չենք կարող թույլատրել, որ ամեն օր հանձնի։ Ինչն է խնդիրը։ Պարոն Հարությունյան, մենք փորձել ենք հնարավորինս մեր գործող ռեսուրսների տրամաբանության մեջ հերթերի ճիշտ կառավարում իրականացնել, որտեղ պիտի նկատենք, որ հավելյալ վճարի դիմաց հավելյալ հերթը, արտահերթ սպասարկումը ենթադրելու է, որ մեկ այլ քաղաքացի, որը դեռևս չի մտել հերթագրման համակարգ, ոչ թե պայմանականորեն կկարողանա այսօր հերթ վերցնել համակարգում, այլ օրինակ 10 օր հետո։ Փորձել ենք հնարավորինս բալանսավորել, որպեսզի առաջին անգամ հերթագրվողները շատ ավելի ուշ ժամկետում չսպասարկվեն, բայց ասեմ, որ համանման հնարավորությունների պայմաններում մենք կկարողանանք նաև մեր կարողությունները եւս զարգացնել եւ եթե բալանսավորված տարբերակով նկատենք, որ այս ժամկետները կարող ենք ավելի կրճատել, հաջորդ օրը նույնիսկ կարող ենք բոլոր դեպքերում թույլատրել քննության հանձնումը, ապա անպայմանորեն կանել։ Մտնենք process-ի մեջ, հաշվարկները կհասկանանք ընդհանուր որքան են օգտվում մեր քաղաքացիները այս հնարավորությունից եւ հնդածս ավելի կկատարելագործենք մեխանիզմները։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, Տիկին Սարգսյան, քանի որ սա օրենքի նախագծերի փաթեթ է եւ դեռ ազգային ժողովում քննարկելու ընթացքում լավարկման հնարավորություն կա, մի հարց կարծում եմ սկզբունքի տեսանկյունից պետք է հասկանալ, պարզաբանել։ Մենք ոչ թե խոսում ենք այն մասին, որ կարող ենք վարորդի կամ մեքենայի վերաբերյալ տվյալները վերցնենք թվային բազայից, այսինքն մարդուն չպարտադրենք, որ իր հետ կրի, այլ ասում ենք քեզ կտանք թվային վկայական։ Երբ որ մտածում եմ իրավիճակի մասին, մեկ պարզաբանում կարող ունենալ այն առումով, որ եթե մարդը ձեռքին չունի այդ պլաստիկ, այլ ունի բազայի գրանցված տվյալներ, բարեկը, որ ստուգում է իրականացնում, այդ րոպեին կծախսի ոչ թե 1 րոպե վկայագրի համապատասխանությունը ստուգելու համար, այլ կծախսի 5 րոպե։ Այսինքն ժամանակային ծախսն է տարբերությունը մեծ հաշվով։ Այս տեսանկյունից չեք կարծում, որ ընդհանրապես այս թվային վկայական տրամադրելը ոչ թե պետք է այդպես մեկնաբանվի եւ նկարագրվի որպես կարգավորում, այլ բազայից թվային տվյալը ճշտելու մեխանիզմ պետք է ինքնաշխատ գործի, որովհետեւ եթե ես եկել եմ առաջին անգամ վկայական եմ վերցրել, դուք էլ ասում եք, որ տեխնիկական միջոցները թույլ են տալիս բարեկին նույնականացնել այդ պահին նույնիսկ այսօր, առանց այս կարգավորումների, բազայում այդ մարդը գործող վարորդական վկայական ունի, թե չունի, էլ 12000 կամ 6000 ինչի է վճարում ինքը այդ թվային կրկնօրինակը վավերացնելու համար։ Պարոն Խաչատրյան, այս հարցադրումը մենք հնդածս անընդհատ քննարկել ենք եւ այն միտքը կա, որ ոչ թե պարզապես քննության արդյունքն է արտացոլվում համակարգում, այլ վարորդական վկայականը
իրավունքը հաստատող փաստաթուղթ է, որը որ պիտի լինի գեներացված որպես այդպիսին վարորդական վկայական։ Եվ եթե վարորդական վկայական գեներացնում ենք եւ անձը ցանկություն ունի պլաստիկը ստանալու եւ ընդհանրապես բարեկային ծառայության ստուգումների ժամանակ դա ցույց տալու, մենք պիտի հասկանանք, որ թվային վարորդական վկայականի նախ գեներացման, դրա հետագա սպասարկման տեսանկյունից մենք լրացուցիչ ռեսուրսներ ենք ծախսելու որպես պետություն եւ ինքը պարզապես մի փոքր տվյալ չի, այլ լինելու է փաստաթղթերի նաեւ շտեմարան, որը մենք պիտի նաեւ մեր ընդհանուր սերվերների վրա կարողանանք պահպանել։ Սա է պատճառը, որ մենք նախատեսում ենք նաեւ հենց բուն թվային վարորդական վկայականի կտորը, բայց ասեմ, որ պլաստիկի մասով մեր մոտ բազմաթիվ են եղել այն դեպքերը, երբ որ պլաստիկ վարորդական վկայականները եղել են կեղծված կամ մեր քաղաքացիները չեն ունեցել իրենց մոտ վարորդական վկայական, ըստ այդմ ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այսինքն մի կողմից թվային ճիշտ եւ գրագետ տնտեսություն վարելուն միտված է սա, մյուս կողմից արդեն հեշտացնում է մեր քաղաքացիների կյանքը, որպեսզի ՀՀ տարածքում պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեղ հանձնագիր ասվածը կամ հաշվառման վկայագիր ասվածը չունենան։ Մի քիչ այլ տեսանկյունից է հարցը Տիկին Սարգսյան։ Տեսեք, երկու իրավիճակ կա, կա առաջին անգամ վկայական վերցնելու կամ հաշվառման վկայական վերցնելու դեպքը եւ կա գործողը փոխարինելու դեպքը։ Եթե առաջին անգամ գալիս է գրանցման, պարզ է, որ դուք դրա հետ կապված գործառույթ եք իրականացնում, որը որ վարչահարական ծախսեր է։ Ենթադրում է փոխհատուցման համար սահմանված է պետական տուրք։ Ենթադրենք առաջին անգամ մարդը եկավ, չի ուզում պլաստիկը վերցնի, որովհետև չի մտածում, որ պետքա Վրաստան գնա մեքենայով եւ անհրաժեշտ լինի իրեն պլաստիկը։ Բավարար է համարում այդ առաջին վճարումները կատարել եւ վերցնել կամ ձեր բազայում երևալ որպես իրավունք ունեցող անձ, վարորդ կամ հաշվառման վկայականի դիմաց կամ մեքենայի դիմաց հաշվառման տվյալներ։ Այդ դեպքում մենք ասում ենք վճարի պետական տուրք, այստեղ առարկություն չկա։ Երբ որ գործող պլաստիկը նաև բազայում արտացոլելու համար ասում ենք, սա կոչվում է առանձին վերցված թվային վկայական, այդ ժամանակ գործառույթ լրացուցիչ չենք իրականացնում, բազայում այդ հաշվառման տվյալները բոլորը կան։ Եվ մնում է միայն, որ այնպես ինչպես թվային տվյալը կստուգեր բարեկը ստուգման ժամանակ, այդ նույն կերպ ստուգի այն մարդու համար, որ մինչև այսօր պլաստիկ վկայական ուներ եւ հաշվառման վերաբերյալ տվյալները հայտնի էին։ Ինձ այս փոխարինման դեպքում սահմանվող պետական տուրքը հասկանալի չի։ Պարոն Խաչատրյան, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ փոխարինումը եւս վարչարարություն է, ու մենք դրա վրա ծախսում ենք ռեսուրս, որովհետեւ հակառակ դեպքում, եթե պլաստիկ վկայական անձը ունի, բայց պլաստիկ վկայականը կորցրել է եւ կարիք կա փոխարինման, նորից նույն տրամաբանությամբ անձը գալիս է հաշվառման քննական ստորաբաժանում, նորից վարչարարություն իրականացում է եւ դա տրամադրվում է։ Այս պայմաններում ուղղակի հաճախ, երբ որ մենք հանրային ծառայությունների մասին ենք խոսում, շատ հաճախ մեր ծախսած ռեսուրսները պատշաճ չենք գնահատում, որպեսզի նաև կարողանանք ճիշտ այդ արժեքի որոշման շղթան դիտարկել, եւ այս պայմաններում ես կարծում եմ, որ այս դեպքում եւս ունենում ենք վարչարարություն, ունենում ենք թվային տվյալները պահպանելու եւ կուտակելու հետ կապված եւս վարչարարական ծախսեր, որոնք որ ներքին գործերի նախարարությունը այսպես թե այնպես պիտի անի, եւ դրանք պիտի որոշակի փոխհատուցում ստանան։ Այլ է հարցը, որ միգուցե կարող են գնային այլ քաղաքականություն, այսպես ասեմ, երկրորդ անգամ արդեն թվային վկայականը ստանալու դեպքում կիրառել, պատրաստ ենք այդ տարբերակը դիտարկել։ Եթե կարելի է, այս հարցը հետևյալ կերպ հասկացա, Տիկին Սարգսյան, տեսեք, իմ վարորդական իրավունքի պլաստիկ գրիչի վրա դա ընդհանրապես քաղվածք է ինչ որ էլեկտրոնային գրառման, որը կա ներքին գործերի նախարարություն։ Այսինքն ինքը մենք դրան ասում ենք էլեկտրոնային վարորդական իրավունք, բայց ըստ էության ինքը գրառում է։ Հիմա իմ կարծիքով պարոն Խաչատրյանի հարցը հետևյալն է, ինչի ենք այդ գրառումը որպես այդպիսին դիտարկում վկայական եւ իր համար վճար սահմանում։ Ես երբ որ տուրքը վճարել եմ, իդենտիֆիկացվել եմ որպես վարորդական վկայական ունեցող, այլևս այդ ինֆորմացիան ՆԳՆ-ում կա։ Այսինքն ինքը էլեկտրոնային վարորդական վկայական որպես այդպիսին դա քաղվածք է, ինքը լրացուցիչ գրանցման փաստաթուղթ չի, եթե չէ, էլի իհարկե։ Պարոն Գրիգորյան, ճիշտ ասած, իրավաբանորեն ես համաձայն չեմ ձեր ասացի հետ, որովհետև դա քաղված չի, դա փաստաթուղթ է, իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որտեղ կան իրավաբանական նշանակություն ունեցող տվյալներ։
Այլ հավասար պայմաններում ուրեմն մենք ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական որպես այդպեսին քաղաքացուն չպիտի տանք, ասեն գրանցում ենք քո քննության արդյունքները եւ վերջ։ Չէ, դա նկատի չունեմ։ Տիկին Սարգսյան, տեսեք, ես գրանցել եմ տրանսպորտային միջոցի նկատմամբ իմ սեփականության իրավունքը, եկել եմ վճարել եմ բոլոր դուրքերը եւ այդ գրառումը պետությունը կատարել է, որ այլևս այս գույքի սեփականատերը էս ինչ մարդն է, չէ՞, այդ գրառումը գոյություն ունի էլեկտրոնային։ Հիմա այդ գրառումը երբ որ ինձ պետք է գալիս կամ երբ որ ես վերցնում եմ, դառնում է քաղվածք, չէ, գրառման։ Ինքը լրացուցիչ էլ վկայականի ֆունկցիա չունի, թե ունի։ Պարոն Գրիգորյան, դա դառնում է թվային վկայական։ Ուրեմն մենք պիտի թվային վկայականի գաղափարը առհասարակ հանենք մեր այս օրենսդրական փաթեթից եւ ասենք ուղղակի թվային տվյալներ են մուտքագրվում եւ պլաստիկը կարող է պարտադիր լինել, կարող է պարտադիր չլինել։ Մտածելու բանը, առաջարկում եք շարունակել մտածել, համաձայն ենք ձեր առաջարկին, բայց կարծում եմ մտածելու բան է։ Շատ լավ։ Առնվազն կադաստրի դրամաբանություն, պարոն Թովմասյան, խնդրում եմ օգնեք մեզ։ Շնորհակալություն։ Այս բանավեճում։ Հարգել պարոն փոխվարչապետ, խնդիրը ինչու՞մն է կայանում։ Մենք էլ այսօր ունենք տրված թղթային վկայականներ, որոնք տարիների ընթացքում քաղաքացիներին տրվել են, եւ սեփականատերերը երբ որ դիմում են եւ նոր նմուշ են ուզում, իսկ նոր նմուշը դա իրենից ներկայացնում է էլեկտրոնային անշարժ գույքի իրավունք հաստատող հավաստող փաստաթուղթ, մենք դրա համար քաղաքացիներից գումար չենք գանձում այսօր։ Պարոն Թովմասյան, գումարի հարցը կքննարկենք, դա հեշտ է։ Տիկին Սարգսյանի հետ քննարկում ենք այլ բան։ Երբ որ դուք գրառման մասին քաղվածք եք տալիս ու ասում եք, այո, դուք սեփականատեր եք, որովհետև պետական գրառում կա էլեկտրոնային, այն մասին, որ գույքի սեփականատերը դուք եք։ Եթե ձեզ ինչ-որտեղ, եթե ձեզ պետք է թղթային, խնդրեմ, վերցրեք այս քաղվածքը եւ ցանկացած տեղ կարող եք ներկայացնել որպես ապացույց, որ սեփականատերը դուք եք։ Կարող է ինքը կոչվում է վկայական, դա պրինցիպիալ չի։ Մենք ինչ ենք անում, տալիս ենք գաղտնաբար ծածկագիր ընդամենը, քաղվածքներ սեփականատիրոջը չենք տալիս որևէ։ Այդ գաղտնաբար ծածկագիրով մեր էլեկտրոնային բազայում որոնում են կատարում եւ համապատասխան փաստաթուղթը հենց այդ բան գեներացվում է եւ մարդիկ տեսնում են ինչ գույքի նկատմամբ ով ինչ սեփականության իրավունք ունի։ Դուք ավելի մի քայլ առաջ ենք գնում, դուք ուղղակի հասանելիություն եք տալիս պետական գրառմանը։ Այո, բոլորը կարող են որոնել մեր բազայում ցանկացած պահագայում եւ տեսնել այդ համապատասխան տեղեկատվությունը։ Տիկին Սարգսյան, հասկանում ենք, որ հիմա սենց այս քննարկումը ավելի շատ ապագայի մասին է։ Մենք կարող ենք հասնել նրան, որ գույքի նկատմամբ իրավունքների կամ այդ թվում շահագործման իրավունքը վերջում դառնա ուղղակի հասանելիության կոդ, որով ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենա այդ կոդով հասանելիություն ունենա պետական գրառման այդ գույքի մասին, ով է սեփականատերը, ով իրավունք ունի շահագործել, վաղը մյուս օրը ապահովագրված է թե ոչ, տեղ զննում անցած է թե ոչ, այս տրամաբանությամբ։ Համեց։ Քրան, այո, բայց ոչ հենց հիմա, որովհետև հաշվառման քննական ստորաբաժանումների բիզնես գործընթացների վերլուծության արդյունքում պիտի մեր ամբողջ թվային հարթակը փոխակերպենք այս տրամաբանությամբ։ Մեր մոտեցումը հենց դա է, որպեսզի հետո շատ ավելի քիչ այցելությունների կամ թղթաշրջանառության կարիք լինի, բայց փոխանակման կտորով մենք ազգային ժողովի արդեն շրջափուլում կդիտարկենք միայն փոխանակման տեսանկյունից այս կարգավորումը հանելու տարբերակը եւս որևէ խնդիր չեմ տեսնում։ Շատ լավ, այսինքն մենք հիմա անցում ենք գնանք այս ճանապարհով, որը շատ ավելի լավ արդյունավետ է, քան գործողը, որից հետո հերթական փուլով ուղղակի գնալու ենք գրառմանը հասանելիություն տալու տրամաբանությամբ թե պարեկներին, թե մեզ, թե ցանկացած անձի, ով լիազորություն ունի իդենտիֆիկացնել այդ գրառումը պետք է շատ լավ։ Ես կարծում եմ այդ նշանակում է, որ թվային նոր հարթակ պիտի ձևավորվի։ Պարոն Գրիգորյան, իրականում այո, մենք այս պայդրությամբ դա ենք հենց քննարկում, որովհետև գիտեք, որ ունենք նաև առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների աճուրդի հարթակ, ունենք վարորդական վկայականներին առնչվող հարթակ, պարեկային ծառայության դեպքում առանձին օպերատիվ կառավարման կենտրոնի թվային լուծումներ ունենք, սրանք պիտի սինխրոնիզացվեն, որովհետև շատ հաճախ մենք տարբեր պատմական ժամանակահատվածներում ստեղծված բազաների մասին ենք խոսում եւ շատ հաճախ նույնիսկ ամենապարզ լուծումները հնարավորություն չունենք իմպլեմենտացնելու, դա է պատճառը, որ այս բիզնես գործընթացի թվայնացումից հետո կբերենք նաև ընդհանուր մի միասնական թվային հարթակի առաջ։ Շատ լավ, շնորհակալություն, կարևոր հարց է։ Համեցեք, պարոն Հարություն։
Տիկին Գրիգորյան, իմ հարցին վերադառնալով այս ժամկետների հետ կապված, մենք հիմա ներողություն Տիկին Սարգսյան, մենք հիմա ժամկետները ամրագրում ենք օրենքով։ Ինչի լիազորություն չենք տալիս կառավարությանը, որպեսզի կառավարության որոշմամբ այս ժամկետները սահմանվեն, որ ամեն անգամ ձեր ասելով, եթե ճկուն գտնվենք, տեսնենք, եթե համակարգերը լավ են աշխատում, ժամկետները կփոխենք։ Հիմա լիազորություն տանք կառավարությանը, ժամկետները կառավարությունը փոխի։ Այստեղ խնդիր կա իրավական առումով։ Անկեղծ ասած, մենք ի սկզբանե այդ տարբերակով էինք գնացել, պարոն Հարությունյան, բայց կոմիտեի քննարկման շրջանակներում պետական տուրքերի սահմանման համատեքստում ֆինանսների նախարարությունը նաև բարձրաձայնեց, որ վերջին տարիներին ընդունելի մոտեցում է համարվել պետական տուրքերի կտորը հենց օրենքում հստակ ժամկետներով սահմանելու, բայց սա կշարունակենք այս թեման քննարկել, ես եւս համաձայն եմ, որ կարելի է շատ ավելի ճկուն լինել, նաև օրերի փոփոխման տրամաբանության մեջ եւ արդեն ազգային ժողովի փուլում, եթե եկանք ընդհանուր կոնսենսուսի, սա եւս կխմբագրենք։ Շատ լավ, կան այլ հարցեր, հարգելի գործընկերներ։ Եթե չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց, շնորհակալություն, նիստը ավարտվեց։